Երազներ կյանքի ու մահվան մասին խորագրով Կաֆեսյան արվեստի կենտրոնը ներկայացնում է բազմատաղանդ արվեստագետի, գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի հոբելյանական ցուցահանդեսը։ Ընդամենը 19 ստեղծագործություն, 16 գեղանկար, 1 քանդակ և 2 գրաֆիկական աշխատանք, որոնց համադրությամբ ստեղծված կամերային և խիստ տպավորիչ ցուցահանդեսը այստեղ է բերել նկարչի արվեստի երկրպագուներին, բարեկամներին ու մտերիմներին։ Ցուցադրական հայեցակարգը ներառում է առավելապես այն գործերը, որոնցում գեղանկարիչը կյանքի ու մահվան թեմաները դիտարկում է ամենատարբեր տեսանկյուններից, դրանց տալով ամենաանսպասելի հեղինակային լուծումներ։ Իր տարբեր աշխատանքների միջոցով նա փորձել է ուսումնասիրել որոշակի մետաֆիզիկական շերտեր, որոնք անհասանելի են, շոշափելի չեն։ Եվ այդտեղ ինքը հիմնականում օգտագործել է սիմվոլիստական, սյուրռեալիստական, միստիկ որոշակի մոտեցումներ, այլաբանական առումներով կյանքի եւ մահվան թեման այստեղ շատ հետաքրքիր ձևով ներկայացված է։ Ցուցահանդեսում ներկայացված են գործեր մասնավոր և ընտանեկան հավաքածուներից, որոնց գրեթե 90%-ն առաջին անգամ է ցուցադրվում։ Պոդպոմոգովը, որ սկսել է նկարել 50 տարեկանում, ցուցադրվել չէր սիրում, բայց հոբելյանական ցուցադրական նախագծի մասին նրա կինը Ասիա Պոդպոմոգովան վաղուց էր մտածում և հիմա գոհունակությամբ փաստում է՝ Կաֆեսյան կենտրոնը գաղափարը հրաշալի է իրականացրել։ Այսպիսի ցուցադրություն չի եղել, ասեմ ձեզ, որտեղ ինքը երբեք ասում էր դա իմ գործը չի, դրանով պետք է ուրիշները զբաղվեն, եւ վերջապես ի ուրախություն մեզ, ի հպարտություն մեզ կայացավ այս հրաշալի ցուցահանդեսը։ Կարծում եմ, որ Պոդպոմոգովը շատ գոհ կլներ, չնայած որ ինքը չէր սիրում ցուցադրություն։ Մինչև դատարկ կտավի առջև հայտնվելը Պոդպոմոգովը մեծ ճանապարհ էր անցել կինոյում, տաղանդավոր մուլտիպլիկատոր էր և գեղագիտական բազմազանության մեծ սիրահար։ Այն իրողությունը, որ նա գեղանկարչություն եկավ կինոյից, տարիների խտացումների ու որոնումների արդյունք էր։ Իր գեղանկարչությունը դա իր աշխատանքային շատ տասնամյակների փորձի որոշակի սինթեզ է, այսինքն դա կլինի թե անիմացիան, թե կինո և թատերական ձևավորումները, թե պլակատային աշխատանքները, թե երգիծանկարչությունը, թե մի խոսքով, այսինքն թե այն իր սերը դիզայնի և ընդհանրապես կահույքագործության նկատմամբ նույնիսկ, այսինքն այդ ամենը գումարած իր սերն ու հարգանքը մեծ վարպետների ժառանգության նկատմամբ։ Մինչև հունիսի վերջ երազներ կյանքի ու մահվան մասին ցուցահանդեսում արվեստասերները կարող են նոր լույսի ներքո բացահայտել Վալենտին Պոդպոմոգովին, մարդ, որ ֆենոմենալ էր և կյանքում, և արվեստում։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։